Քիչ չեն երիտասարդները, ովքեր կրթություն պետք է ստանային Սիրիայում եւ ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով բու ընդունվել չկարողացան։ Նարեկ Չաղլասյանն ու Գարո Արոյանը 17 տարեկան երիտասարդներ են ու հենց այսպիսի խնդրի առաջ են կանգնել։ Նարեկը 2 շաբաթ է, ինչ Հայաստանում է, իսկ Գարոն մոտ 1 ամիս։ Եկել են Հալեպից։ Փակա։ Ահա։ Փակա համալսարան ելել եմ շատ վտանգավոր է ելել։ Այսինքն եթե չլիներ պատերազմը, Այնտեղ էինք մնալ։ Հաշիվ չէին գրած, որ ասպիտ պես Հաշիվ չէին գրած, որ ասպիտ Ենք պլանավորել, որ ստեղ գանք։ Այնտեղի վիճակի համար ստեղ եկանք։ Սիրիայի պետական գերատեսչությունների չաշխատելու պատճառով սիրիահայերը չեն կարողանում ստանալ ավարտական փաստաթղթերը, սակայն այսպիսի խնդրով սիրիահայերին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն ընդառաջել է։ Քանի որ նրանց ավարտական բոլոր քննությունները տեղադրված են ինտերնետային կայքեջերում որպես պաշտոնական, դրա համար մենք առայժմ վերցնում ենք նրանց ինտերնետից հանված բոլոր միավորները, որից հետո ուղարկենք միջին մասնագիտական հաստատություններ կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև որ այնտեղ իրավիճակը կկարգավորվի։ Այսօրվա դրությամբ 32 դիմում արդեն կա։ Այս տարվա ամենաշատ պահանջարկ ունեցող բուհը սիրիահայերի շրջանում Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանն է։ Քիչ չեն դիմողները նաև բժշկական համալսարան, մեկ դիմորդ էլ հայագիտության բաժին է դիմել։ Մեր զրուցակիցները Նարեկն ու Գարոն համակարգչային մասնագիտությունն են ընտրել։ Մի խնդիր, որ հատկապես առանձնացրեցին սիրիահայ տղաներն, այն է, որ կրթության ծախսերն այստեղ Հայաստանում զգալիորեն մեծ են։ Այնտեղ բոլոր ուսումնական տարիքները ձրի են։ Առաջին դասարանից մինչև համալսարան սաղ ձրի է։ իսկ այստեղ հիմա Ասեցին, որ պիտի 50% զեղ չանեն, բայց հետո ասում են մենակ նախապատրաստականին։ այսինքն հետո արդեն Մենք առաջին կուրս կուզենք ընդունվել, բայց արդեն դիսկաունտ չի գա դե վրա։ Տիկին Քոչարյանն էլ հաստատեց, որ կրթության եւ գիտության նախարարի համաձայնությամբ սիրիահայերը նախապատրաստական կրթության համար կվճարեն վարձավճարի ուղիղ կեսը։ Սովորաբար օտար երկրներից Հայաստանում ուսանելու եկած ուսանողների ուսման վարձը տեղացի ուսանողներից բարձր է լինում, սակայն սիրիահայերի դեպքում նախարարությունը որոշել է հավասար պայմաններ ստեղծել։ Իսկ բուհերում հավասարեցված է արդեն մեր տեղացիներին։ Ու չնայած որ սիրիահայ ուսանողների համար Հայաստանում կրթություն ստանալը թանկ հաճույք է, մեր զրուցակից տղաները պատմում էին, որ իրենց ընկերներից շատերն էլ որոշել են գալ Հայաստան ու ընդունվել հայկական բուհեր, եթե իհարկե օդանավի տոմս կարողանան գտնել ու հոգալ սպասվող ծախսերը։ Շատեր կային, որ ասեցին մենք կմնանք կգանք, բայց որ տեսան ավելի վատացավ։ Այսօրին ամիս չհալե պատացավ, ամենը որոշեցին օսկալ։ Բայց թե դոմսեր չի գա օտանա ինքնացիրի, եւ որ գտնեն ստրագուկան։ Գարոն ու Նարեկը կվերադառնան Սիրիա արդեն բուհն ավարտելուց հետո։ Այո, եթե ստեղ սկսեմ, ստեղ պիտի վերջացնեմ։ Այո, քանի որ դարի գործ ունես, եթե դառնաս ուսումնական դարի։